Երևանում այսօր մեկնարկել է Օրբելի ֆորում 2025 կառուցելով խաղաղություն ու բազմակողմանի համագործակցություն համաժողովը, որտեղ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր հաջողությունների պատմությունը սկսվեց 24-ին, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթաց Տավուշի մարզում։ Սա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որը երկու երկրներում դե յուրե ունի իրավական ուժի, ելույթում նշել է վարչապետ Փաշինյանը։ Ալիևը վերստին Հայաստան-ադրբեջանցիների վերադարձից է խոսել, Սևան Ալիջն էլ Գյոչալիջ է անվանել։ Հայաստանի վարչապետն այսօր պատասխանել է, ընդգծելով 30 եւ ավելի տարվա կոնֆլիկտը մի բան չէ, որ հնարավոր է արգելակի լծակի գործադրումով կանգնեցնել, սակայն նրա համոզմամբ քաղաքական առաջնորդությամբ դա հնարավոր է կանգնեցնել կոնֆլիկտը, ըստ վարչապետի, քաղաքական առումով ավարտված է։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախորդին բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը կաթողիկոս Գարեգին II եղբայրն ու եղբորորդին Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանները մեկական ամսով կալանավորվել են։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը Բաքուն ապացուցված համարեց Բաքվի զինվորական դատարանում նախորդին շարունակված դատական նիստում գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևը հայտարարել է, թե մեղադրյալներին վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են սկսած 88 թվականից մինչև 23-ի սեպտեմբերի 20-ը, ինչ է սպասվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Երևանում այսօր մեկնարկել է Օրբելի ֆորում 2025 կառուցելով խաղաղություն ու բազմակողմանի համագործակցություն համաժողովը, այն կտևի 2 օր։ Համաժողովին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես է եկել ելույթով։ Մասնակցում են տարբեր երկրներից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Իրանից, Թուրքիայից, Արաբական Էմիրություններից, Չինաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից տարբեր մասնագետներ ու փորձագետներ, մասնակիցների թվում է նաև Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ Փայլյանը։ Իր ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին ասել է, թե 30 եւ ավելի տարվա սոցիալ-հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատի չանջատելով եւ արգելակները քաշելով կանգնեցնել, հետեւաբար այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, արտահայտվում է եւ մամուլում, արտահայտվում է հանրային շրջանակներում, արտահայտվում է փորձագիտական շրջանակներում, անգամ երկրների առաջնորդության մակարդակում եւ մենք պետք է նաև այս երևույթի դեմ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք կոնֆլիկտը, ըստ վարչապետի քաղաքական առումով ավարտված է այս խաղաղությունը, մեր ձեռքերով ստեղծված խաղաղություն է Հայաստանի եւ Ադրբեջանի, եւ սա այն առաջին ընդհանուր արժեքն է, որ ունենք, հավելել է նա։ Եվ այս կետից պետք է անդրադառնալ նաև հետեւյալ հարցին, իսկ այնուամենայնիվ որոնք են մարտահրավերները։ Մարտահրավերներից մեծագույնը եւ հիմնարարը այն է, որ քիչ առաջ իմ արտաբերած նախադասությունը տարօրինակ, օտարոտի եւ անծանոթ է հնչում Հայաստանի Հանրապետության խաղաղություն, Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ։ Իսկ ինչ է դա նշանակում։ Մենք այս խնդրի հետ առնչվելուց առաջ պիտի արձանագրենք, որ խաղաղությունը անծանոթ հասկացություն եւ միջավայր է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար։ Մեր անկախության առաջին օրից, մեր անկախությունների առաջին օրից մենք չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, մենք խաղաղություն երևույթի հետ չենք առնչվել երբեք։ Ընդհակառակը նույնիսկ մեր անկախությանը նախորդող շրջանում եւ նախընթաց շրջանում մեր հարաբերությունների առանցքային գործոնը եւ բնորոշիչը եղել է կոնֆլիկտը եւ ըստ էության Հայաստանը եւ Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին, կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից ըստ էության բխած էներգետիկայի շնորհիվ եւ մենք ամենևին չպետքա թերագնահատենք այս փաստը եւ ուզում եմ ընդգծել նաեւ որ ավելի քան 30 տարվա կոնֆլիկտը ընդ որում թվաբանության առումով պետք է արձանագրենք որ այս խնդիրը կոնֆլիկտի պատմությունը սկսել է
88-87 թվականների վերջից 88 թվականից եւ ըստ էության շարունակվել է, թե շարունակվում է մինչև օրս։ Ըստ էության քաղաքական առումով կոնֆլիկտը ավարտված է, կոնֆլիկտը լուծված է, բայց մենք պետք է հասկանանք, որ սոցիալ հոգեբանական առումով եւ 30 եւ ավելի տարվա սոցիալ հոգեբանությունը մի երևույթ չէ, որ ուղղակի կարելի է անջատիչը անջատելով եւ արգելակները քաշելով կանգնեցնել։ Փաշինյանի խոսքով, եթե պատմական հայրենիքի ընկալումը չփոխենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը կփլուզվի։ Ինչ ենք ուզում լինել։ Մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող։ Ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։ Եվ սա է մեր ընկալումը, որովհետև ընդհանրապես պատմությանը հղում անելով պետք է նաև հասկանանք մի բան։ Իսկ ո՞րն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը։ Որտեղ պատմությունը երկար երևույթ է։ Կա 50 տարվա պատմություն, կա 30 տարվա պատմություն, կա 50 տարվա պատմություն, կա 100 տարվա պատմություն, կա 500 տարվա պատմություն, կա 1000 տարվա պատմություն, կա 2000 տարվա պատմություն։ Եվ եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունը եւ հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, այդ նշանակում է, որ մենք չենք հավատում խաղաղությանը։ Ընդհանրապես, ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա։ Սա չի վերաբերվում միայն մեր տարածաշրջանին։ Ընդհանրապես, եկեք գնանք վերցնենք ցանկացած ռեգիոնի պատմության ցանկացած երկրում տպագրված ցանկացած գիրք։ Ինչի մասին է պատմությունը։ Պատմություն սովորաբար խաղաղության մասին չի լինում, պատմություն սովորաբար լինում է կոնֆլիկտների մասին, որտեղ խաղաղության մեջ ոչ մի հետաքրքիր բան չկա։ Պատմաբանի տեսակետից։ Որտեղ խաղաղությունը վիճաբանություններ եւ բանավեճեր չի հրահրում։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ամռանը Թուրքիա կատարած աշխատանքային այցի ընթացքում Թուրքիայի նախագահին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Երևանում 26 թվականի գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին Էրդողանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Երևանյան հավաքին հրավիրելու մասին մի քանի օր առաջ արտգործնախարար Միրզոյանն էր հայտարարել։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այնուհետև հայտարարել էր, որ Երևանն ակնկալում է թե Ադրբեջանի թե Թուրքիայի նախագահները հաջորդ տարի կժամանեն Հայաստան մասնակցելու գագաթնաժողովին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը հնարավոր չէր համարել Իլհամ Ալիևի այցը Երևան։ Իլհամ Ալիևը երեկ կրկին հայտարարել է ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան ընդգծել, դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը նա պնդել է՝ ի ժողովուրդը որոշների նման անջատողականության հակված չէ եւ ծաղկեցնում է այն հողը, ուր բնակվում է։ Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է եւ այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում եւ չեն ստեղծի որևէ պետության կամ որևէ ժողովրդի համար։ Հետևաբար ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը, հայտարարել է Ալիևը։ Նա նշել է, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով եւ հատուկ հանձնարարական է տվել ադրբեջանցի գիտնականներին ու պետական կառույցներին աշխատել դրան հասնելու համար։ Ցավոք, տարիներ շարունակ հայկական կողմը եւ Սփյուռքը խեղաթյուրել են մեր պատմությունը եւ այս քարոզչությունը շարունակվում է։ Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե
բոլոր տեղանունները, այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն, Սևանա լիճ չկա, կա Գյոչա, ասել է Ալիևը։ Մեր գիտնականները պետք է աշխատեն պատմական ճշմարտությունները տարածելու ուղղությամբ։ Ադրբեջանը դարերի պատմություն ունի, իսկ հայերը Իրանից են բերվել ռուսների ձեռքով։ Մենք չենք ստեղծել այս քարտեզները, դրանք կազմել են ցարական Ռուսաստանում, որը հայերին Իրանից եւ Արևելյան Անատոլիայից բերել է այստեղ, վերաբնակեցրել Ղարաբաղում էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք, հավելել է նա։ Նիկոլ Փաշինյանն այսօր համաժողովին անդրադարձել է Ալիևի հայտարարություններին։ Հիմա ես երկընտրանքի առաջ եմ ձեր հարցին պատասխանելուց առաջ, արդյոք ընդգծեմ, որ Ադրբեջանի նախագահի ձեր ասածը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետեւ Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական քարտեզներում եթե նայենք Սևանա լիճ չկա, կա այլանուն։ Դժվար է նրանով, որ ես փոխանակ ձեր հարցին պատասխանեմ, պիտի նախ պարզաբանեմ, թե ինչ է ասել Ադրբեջանի նախագահը, ասել է վարչապետը։ Եթե նայեք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք։ Ես Կիրովաբադի ու Կիրովականի մասին ասացի, Ելիզավետ Պոլի եւ Ալեքսանդրապոլի մասին չասացի, այսինքն մենք պետք է ընտրություն կատարենք, նշել է վարչապետը։ Ազգային ժողովի նախագահ Ալեմ Սիմոնյանն է անդրադարձել Ալիևի հայտարարություններին, նշելով, թե դա ներքին լսարանի համար արված հայտարարություններ են։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետքա մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Ես չեմ հասկանում ինչ եք դուք դա ազատագրել։ Խաղաղարար, այսպես հայտարարություններ եք դա ընկալում, մեկնաբանում, որտեղ է խաղաղությունը։ Ուզում եմ չէ, ես իրան չեմ ուզում մեկնաբանեմ այս առումով, որովհետեւ դա անշնորհակալ գործ է, որովհետեւ կրկնում եմ, դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մարդը դուք որ ասում եք որ գրավելու ենք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը հո ես հիմա այստեղ չհնարեցի։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշել էր, թե չի լսել Ալիևի հայտարարությունը եւ սովորություն չունի մեկնաբանելու այն, ինչը չի լսել կամ չի կարդացել։ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից հետո իջել է, փոխվել է եւ դա տեսանելի է նաեւ սահմանում, ինչը ես կարող եմ ասել որպես պաշտպանության նախարար, դա փաստ է։ Եվ երբ մենք խոսում ենք փաստացի խաղաղության մասին, դա ամենևին հորինված չէ, դա իրականություն է։ Ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է անդրադարձել թեմային, նշելով, եթե բավականաչափ հետ գնանք, ինչ որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, փոխարենը կտեսնենք Գեղամածով կամ Գեղարքունյաց ու չենք տեսնի Ադրբեջան, բայց հետ գնալու իմաստ չկա, ընդհանրապես պետք է գնալ առաջ։ Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է, գրել է ԱԺ փոխոսնակը։ Կաթողիկոս Գարեգին II եղբայրն ու եղբորորդին Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանները մեկական ամսով կալանավորվել են։ Քննիչը նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը։ Վաղարշաբաթ խոշորացված համայնքում Հանրապետություն կուսակցության տեխնացու Հարություն Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել, որով հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանի իր որդիների հետ խոչընդոտել է նախընտրական քարոզչությունը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը նշել էր, որ դեպքը տեղի ունեցել այսպես. Համբարձումը նոյեմբերի 1-ին ժամը 14:40-ի սահմաններում իր տան դարպասի դիմաց կանգնած է եղել, իրեն է մոտեցել մի մարդ եւ առաջարկել մասնակցել Հանրապետություն կուսակցության ժամը 16:00-ի հանդիպմանը։ Համբարձումը հրաժարվել է, նշված մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են ու խաղաղ բաժանվել։ Այս բոլորը տեսագրված է, դուք կարող եք ինքներդ տեսնել, որ տեսանյութում որևէ կոնֆլիկտ չկա։ Այս հանդիպումը եղել է Ներսիսյանների տան դիմաց ավելի վաղ, քան Հանրապետություն կուսակցության նախընտրական հանդիպումը, գրել էր նա։ Ինքը Հարություն Մկրտչյանը Facebook-յան էջում անդրադարձել է թեմային, նշելով, խախտելով նախաքննության ընթացքում անմիջապես գործի քննությանը առնչվող նյութերի հրապարակման արգելքը, կտրիճի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրպանային փաստաբանները երեկ հրապարակել են մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են 3 հոգի այսպես կոչված զրուցում փորձելով ներկայացնել սա իբրև ապացույց, թե որևէ սադրանք, խուլիգանություն, քարոզարշավի խոչընդոտում չի եղել։ Տեսանյութը, որքան հասկացա, վերցված է Ներսիսյանների տան դիմաց տեղադրված
տեսանկարահանող սարքից, բա ձայնը ինչու եք խլացրել, որ սեռական բնույթի հայհոյանքները, անվանարկումները, վիրավորանքները, սադրանքի իսկությունը չլսվի, տեսանյութում իմ ավականացուցակի 5-րդ համարն է եւ ամենատարեցը մեր թիմում, ով մինչեւ իմ գնալը արդեն հայտնի է եղել իր ազդեցման եւս մի քանի թիմակցի հետ։ Անցնելիս Ներսիսյանների տան մոտով կրծեր Ներսիսյանը վերջինիս հետ սկսել է խոսել սեռական բնույթի հայհոյանքներով, վիրավորանքներով, համեմված ապա գումարվել է ավակ Ներսիսյանի կռվի տոնով նույնանման խոսույթը ու հորդորը, որ հեռանան մինչև մեր գալը, հասցրել են սադրել նաև թիմակից աղջիկներից մեկին, ինչպես նաև ցրել բնակիչների կուտակումներն ու կուտակվել արդեն սեփական ռեսուրսներով, գրել է Հարություն Մկրտչյանը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Տիկին Ադամյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Տիկին Ադամյան, իրադարձությունները մեր երկրում շատ արագ են զարգանում։ Ամբողջ աշխարհում են իրադարձությունները շատ արագ զարգանում։ Շատ լավ, մեզ մոտ էլ դրա պակասը չկա մեծ հաշվով։ Եվ այսպես Տիկին Ադամյան, նախ անդրադառնանք վաղարշաբաթում ստեղծված իրավիճակին, հետո արդեն կանդրադառնանք Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Տեսեք, քանի որ ձեր տեխնացուն է, այսպես ասած, կիզակետում հայտնվել այս իրադարձությունների, ձեր գնահատականը փաստորեն կաթողիկոսի եղբայրն եւ եղբորորդին մեկ ամսով կալանավորվեցին։ Ինչպես է այս գործընթացները գնահատում, մենք ուրեմն լսում ենք նաեւ մի հակառակ կողմին, Արա Զոհրաբյանը փաստաբանը փաստորեն հայտարարում է, որ խոսակցություն վեճ հայհոյանք չի եղել, այսպես հանդարտ բաժանում է տեղի ունեցել, Հարություն Մկրտչյանը այլ բան է պնդում եւ հիմա կա արդեն կալանավորման փաստը, ինչ է տեղի ունենում, սա որքան իրավական եւ որքան քաղաքական որոշում է, համեցեք։ Սկսենք նրանից, որ ընդհանրապես վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունները գերքաղաքականացված են։ Եվ դա Հարություն Մկրտչյանի մեր տեխնացուի շնորհիվ չի, դա երկրում տիրող ընդհանրապես քաղաքական մթնոլորտի հետևանքն է։ Ես ձեզ հորդորում եմ, եթե հրավիրել Հարություն Մկրտչյանին իբրև ականատեսի իրավիճակը ճշգրիտ պարզաբանելու համար, առավել ևս, որ ես այդ պահին չեմ եղել էջմիածնում։ Ինչ վերաբերում է գործին, տեսեք, եղավ Հարություն Մկրտչյանի Facebook-յան գրառումը, որին հետևեց իրավապահների արձագանքը։ Եվ քանի որ հիմա հետաքննություն է ընթանում, ես կարծում եմ ընդհանրապես որևէ մեկը իրավունք չունի այդ մասին խոսելու, թող իրավապահները իրենց գործը անեն։ Ես կարող եմ տալ այդ ամենի քաղաքական հասավ, այո, կաթողիկոսի ընտանիքին, անմիջապես քաղաքական։ Չհասավ կաթողիկոսի ընտանիքին, դիտարկենք իբրև սովորական նախընտրական իրավիճակ, որի ժամանակ միշտ էլ քարոզարշավի ընթացքում միջադեպեր լինում են։ Ես չեմ կարծում, որ չպետք է թիրախավորել ոչ Հարություն Մկրտչյանին, ոչ մյուս մասնակիցներին այս կոնֆլիկտի։ Երեք, խնդիրը այն է, որ քարոզարշավը ի սկզբանե գերքաղաքականացված է, եւ գերքաղաքականացված է ոչ մեր թեթև ձեռքով։ Ես կարծում եմ, որ այդ գերքաղաքականացման հիմքում դրված է այն պարզ իրողությունը, որ 2026-ի ընտրությունների նախաշեմն է։ Եվ շատ կարևոր է, առանցքային է, սկզբունքային է հիմա վաղարշաբաթի ընտրողի կատարած ընտրությունը, որտեղ մինչ այդ մենք ունեցել ենք Գյումրի, հայտնի դեպքերով, այդ հայտնի դեպքերի հայտնի զարգացումներով, որտեղ ընտրված քաղաքապետը Ղարսանի չգնաց, միութենական պետություն էր մտցնում իր անկախ հանրապետությունը ու ավելին ասում էր, որ Շանտաղա է, ով իր հետ չէ, հակառակն է մտածում, չգիտեմ ինչ, չանդրադառնանք այդ ամբողջ բառապաշարին, բայց հետո պարզվեց, որ Ռուսաստանի միութենական պետության մեջ մտնելը ընդհանրապես ունի կաշառքվեցնելու նպատակ։ Անմեղության կանխավարկածը հարգելով հանդերձ, որովհետև դա եղել է անցած ճանապարհ։ Հիմա մենք ընտրում ենք այս ճանապարհը, թե մենք գնում ենք մեր ճանապարհով։ Մեր ճանապարհով ու մեր ձևով։ Ես շեշտում եմ մեր ձևը, կարծում եմ հայտնի ենթատեքստով։ Ես կարծում եմ, որ այս պարագայում մեր ձևը նշանակում է ժողովրդավարություն։ Մեր ձևը նշանակում է ժողովրդավարության պաշտպանություն բոլոր իրավական մեթոդներով։ Ուղղակի արդեն այդ ձևակերպումն էլ գիտեք Կարապետյանների կողմից
Մեր ձևովի է։ Այլ ձևովի է վերածվել։ Կարապետյանների ձևը բացարձակապես այլ ձև է։ Կարապետյանների ձևը, ինչպես այս ամբողջ ընթացքում ի հայտ եկավ, որևէ նոր ձև չէ։ Շատ հին, շատ տրորված, մաշված, բարոյապես, ֆիզիկապես, քաղաքականապես։ Գիտեք, պոպուլիստները նոր չեն ի հայտ եկել։ Պոպուլիստները շատ հայտնի ճանապարհ են անցել։ Բայց խնդիրն է, որ պոպուլիզմի հիմքում պետք է դրված լինի ազգային շահ։ Եթե պոպուլիզմի հիմքում դրված չի ազգային շահ, պոպուլիզմը դափուզուրնա է ընդամենը դափուզուրնա է, որը շատ արագ մարում է, երբ որ դու հիշում ես, որ այս համերգը ավարտվեց, կրկեսը փակվեց, ես գնում եմ տուն, բա ինչ եմ անելու։ Այդտեղ պոպուլիզմը ավարտվում է։ Այդտեղ պոպուլիզմի մահն է, քաղաքական մահը, կուսակցական մահը։ Ինչ է առաջարկում հանրապետությունը այս շրջանակում։ Հանրապետությունը առաջարկում է շատ հստակ անվտանգությունը համակարգ է, եկեք դա հիշենք։ Անվտանգությունը միայն բանակ չէ, թե պետք է այդ ընկալումը։ Անվտանգությունը արտաքին քաղաքականությունն է, անվտանգության հիմքում կրթությունն է, անվտանգության ինքում ժողովրդագրական պատկերի փոփոխությունն է, որը բարեհաջող աղավաղել են Հայաստանի Հանրապետության բոլոր անխտիր նախագահները։ Անվտանգությունը ամենակարևորը տնտեսական անվտանգությունն է։ Իսկ այդ տնտեսական անվտանգության հիմքում ընկած է այն ատաղձը, այն հենքը, որի վրա պետության ինքնիշխանությունը, անկախությունը կարող է բարձրանալ։ Ունենք մենք այսօր այդ տնտեսական անվտանգությունը, կարծում եմ, որ ոչ լիարժեք։ Եվ այդ Իլհամ Ալիևի բոլոր հայտարարությունների հենքում այդ ոչ լիարժեքությունն է։ Ինչու է Իլհամ Ալիևը գնում հիբրիդային պատերազմի, այ հենց այդ պատճառով։ Բայց ես ուզում եմ վերադառնալ այնուամենայնիվ Էջմիածին։ Չունեք զգացողություն, որ մեր ժամանակներում գերկարևոր է Պողոս Առաքյալի ներկայությունը։ Գուցե մի քիչ սադրիչ հարց եմ տալիս, բայց մեզ այսօր պակասում է Պողոս Առաքյալը, որովհետև Պողոս Առաքյալը Հիսուսի աշակերտը չէր։ Պողոս Առաքյալը 12 առաքյալների հետ չի եղել Հիսուսի հետ իր եռամյա քարոզչության ընթացքում։ Ավելին, Պողոս Առաքյալը մարդ էր, որ առաջին քրիստոնյային է սպանել, ու հետո Դամասկոսի ճանապարհին լսել է Հիսուսի ձայնը, կուրացել ու լսել է Հիսուսի ձայնը։ Եվ դա եղել է վերափոխման սկիզբ։ Եվ ի վերջո Պողոս Առաքյալը այն մարդն էր, որ դեմ գնաց Հիսուսի բոլոր 12 աշակերտներին, դեմ գնաց Պետրոս Առաքյալին, որը նշանակված էր, այսպես ասած, երկնքի բանալիների տեղապահում ձեռքում երկնքի բանալիներն էին։ Հիմա ակնարկում եք այն մեկին, որը դեմ կգնա կաթողիկոսին։ Ես հիմա բացարձակապես կաթողիկոսին դեմ կողմ լինելու։ Գիտեք, կաթողիկոսը կամ պատրիարքը կամ Հռոմի պապը չեն որոշում Աստծու հետ հավատացյալի հարաբերությունները, որովհետև մեզնից յուրաքանչյուրը իր հոգում պետք է Աստված ունենա։ Մեզնից յուրաքանչյուրի համար իր ներսում Աստծու ներկայությունը պետք է լինի։ Իսկ դա չի նշանակում միայն հայր մերը արտասանելը, ամենով ավարտելը կամ 10 պատվիրանները կատարել, չկատարել ըստ ընտրության։ Դա գիտեք ինչ է նշանակում, դա նշանակում է, որ դու քո ամբողջ գործունեության, քո ընդհանրապես բոլոր աշխարհի հետ քո բոլոր փոխհարաբերություններում սկսած մարդկայինից չպիտի դավաճանես առաջին հերթին ինքդ քեզ։ Հայ Պողոս Առաքյալը, եթե չլիներ, ինչու եմ ես ֆիքսվել Պողոս Առաքյալի վրա, որովհետև եթե Պողոս Առաքյալը չլիներ, քրիստոնեությունը գուցե մնար հենց այդ առաջին դարում։ Համենայն դեպս Հիսուսի բոլոր 12 աշակերտները Երուսաղեմի խմբակը չէին ուզում, որ հրեաներից բացի, Աստծո ընտրյալ ժողովուրդ հրեաներից բացի, որոնք իդեպ հիշեցնեմ, որ խաչեցին Հիսուսին, որևէ մեկը քրիստոնյա դառնա։
Իսկ Պողոս Առաքյալը դուրս բերեց քրիստոնեությունը նեղ հրեական շրջապատից, հակադրվեց բոլորին, թշնամացավ բոլորի հետ, պնդեց, որ նորադարձները չպետք է թլպատվեն, նորադարձները շաբաթ կիրակի հանգիստ կարող են աշխատել իրենց ուտելիքները, նորադարձները ունեն իրենց ազգային ինքնությունը եւ այդ ազգային ինքնությունը պետք է պահեն իբրև քրիստոնյա։ Դա էր Պողոս Առաքյալի առաքելությունը։ Ու մարդը կատարում, մարդը քրիստոնեությունը երկրորդ անգամ Հիսուսից հետո վերադարձրեց բոլորիս։ Հիմա մենք ունենք այդ Պողոս Առաքյալը։ Մենք կարող ենք մեր մեջ զգալ այդ Պողոս Առաքյալին ու հասկանալ Աստծո հետ հարաբերվելու իմաստը, նշանակությունը, խորքը, բովանդակությունը, սա է խնդիրը։ Սա է խնդիրը, խնդիրը նա է, որ հայ առաքելական եկեղեցին այսօր դավաճանել է Հայաստանի ազգային ինքնությանը։ Հայ առաքելական եկեղեցին այսօր իր վերնախավով ընդգրկվել է մի պայքարում, որը պետականության դեմ է, ժողովրդի դեմ է, Աստծո դեմ է։ Սա է խնդիրը։ Ինչու եմ ես այսքան երկար բարակ մտնում պատմության բաղիղների, պատմության ոլորանների մեջ ու վերում Պողոս Առաքյալի օրինակը, որովհետև այսօր մեզ Պողոս Առաքյալը պետք։ Մենք այսօր չունենք այդ Պողոս Առաքյալին։ Ցավը դա է։ Տեսեք, երբ որ կամուրջները կամ գետի ափերը իրար են միացնում, կամ իրարից բաժանում են։ Հիմա մեզ պետք է այդ միացնող կամուրջը։ Բայց ինչպես եք պատկերացնում, Տիկին Ադամյան, այստեղ հետաքրքիր է, տեսեք, ամեն կիրակի վարչապետը գնում է պատարագի, այս անգամ է Թալին է գնալու, Տեր-Թադեն է այնտեղ պատարագ մատուցելու եւ շարունակում է պնդել, որ հոգեվոր նորոգման է գնում։ Հոգեվոր խորհուրդը արդեն իսկ քննարկում է Տեր-Թադեի հնարավոր կարգալույց լինելու հարցը իրենց հայտարարությամբ։ Եվ փաստորեն Վեհարյանը պետք է վեհափառնազատի, մնում է այդ պահանջը օրակարգում, վարչապետի իշխանության օրակարգում։ Դուք այս խնդրին ձեր պատկերացրած այսպես ասենք, Պողոս Առաքյալի գալուստը հնարավոր համարում եք, օրինակ վեհափառին Վեհարանից ազատելու ուրեմն տարբերակով, եւ ինչպես է գնահատում իշխանության այս քայլերը, գործողությունները, հայտարարությունները։ Ես այդ հարցը ժամանակացույցով չեմ պատասխանի եւ որևէ մեկը աշխարհում եթե գա այստեղ ու ասի ես ինչ օր ես ինչ ժամին այս խոսքով այսպեսի իրադարձություն լինելու չհավատակ դա հնարավոր չի որովհետեւ այս ամեն ինչի զարգացումների հիմքում դարձյալ ընկած է 2026-ը ժամանակ են ձգելու այդ 2026-ին ով կգա իշխանության, ինչ իրադարձություններ կզարգանան, ըստ այդմ էլ կհանգուցալուծվի հենց այս գործընթացը կհանգուցալուծվի 2026-ի ընտրություններից հետո։ Եթե որևէ մեկը կրկնում եմ գա այստեղ ու ձեզ ասի ոչ, այս է լինելու, կտեսնեք որ չի լինելու։ Որովհետև ցանկացած իրադարձություն ունի իր տրամաբանությունը եւ այդ տրամաբանությունը կատարվող քայլերը տեսնելուց հնարավոր քայլերը հնարավոր հետագա 3-4 քայլերը համադրելուց հետո եթե դու չես անում անհրաժեշտ եզրակացություն ուրեմն դու ընդհանրապես ոչինչ չես հասկանում սա է Տիկին Ադամյան, իսկ 2026-ին տեսեք դուք անդրադարձակ Ալիևի հայտարարությանը, նաև նշեցիք, որ հիբրիդային պատերազմ է, հիբրիդային պատերազմի մասին խոսում են Հայաստանի իշխանությունները, Ռուսաստանից եկող նաև այդ ազդակների մասին։ Դες համար ակնհայտ չէր, որ հանկարծ Ալիևը սկսեց խոսել ցարական քարտեզներից, ճիշտ այն պահին, երբ Կրեմլի հետ հարաբերությունները կարծես թե կանոնավորվում է, արդյոք վերջին շփումներում Պուտինի հետ Ալիևի ձեռքին չեն տվել այդ քարտեզները, ասել որդյակս, չես հարձակվում Հայաստանի վրա, չես կարող հերթական ագրեսիան նախաձեռնել, այնտեղ մի ինչ-որ նախագահ Տրամփ կա քեզ թույլ չի տա, հերեդ կանցի, դե գնա գոնե այս խառնաշփոթը ստեղծի, սա չի իրականությունը։ Հրահանգ կա ուրեմն Ռուսաստանի կողմից ճնշումներ Ալիևի վրա։ Իհարկե։ Սա բարտեր է, բարտեր։ Ինչ որ մի բան ստանում է Ռուսաստանը, ինչ որ մի բան ստանում է Ադրբեջանը։ Եվ հետո գիտեք, ես չեմ ուզում հիմա մենք քննարկենք
ինչ է ասել Ալիևը, ինչ պատասխանեց Հայաստանի արձագանքը կուզեի անդրադառնայինք Հայաստանի արձագանքին, մենք միասին լսեցինք Ալեն Սիմոնյանին, որ սա ներքին սպառման համար է։ Ալեն Սիմոնյանը, թե Նիկոլ Փաշինյանը, բոլորն էլ համարյա ի տարբերություն նախորդ, ասենք, տարատեսակ նմանաբովանդակ հայտարարությունների այս արձագանքը շատ հետաքրքիր ստացվեց։ Բայց այս բոլոր Ելույթում վտանգներ չտեսան մեծ հաշվով, մենք տեսանք Ալիևի հայտարարություն, որ խոսում էր վերստին Հայաստան-ադրբեջանցիների վերադարձի մասին եւ Երևանում բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք մեծ հաշվով վտանգներ չտեսան այս հայտարարության մեջ։ Գիտեք, ես բոլոր դեպքերում ավելի հակված եմ Ռուբեն Ռուբինյանի պատասխանին։ Եվ որևէ տարբերություն չեմ տեսնում Ադրբեջանը այստեղ կմտնի տանկերով, թե մեքենաներով։ Բացարձակ տարբերություն չկա։ Այդտեղ soft power, hard power։ Փափուկ ուժ, կոշտ ուժ։ Ընդհանրապես այդ խաղն է, զիգզագն է։ Բայց ես հավաստիացնում եմ, թե ձեզ թե բոլոր ձեր ունկնդիրներին որևէ ադրբեջանցի, ոչ Երևան, ոչ Հայաստան, այս հայտարարության այսպես շրջանակներում չի մտնելու, որովհետև այդ նույն ադրբեջանցիներն են, որոնք չգիտես ինչու ճանապարհի կառուցման, մաքսակետերի, պետական ինքնիշխանությանը բնորոշ բոլոր կառույցներում, չգիտես ինչու չեն ուզում հայերի հետ շփվել։ Նույն Ալիևի հայտարարություններն եմ ես մեջ բերում։ Այդ ոնց դուք չեք ուզում մի քանի րոպե հայերի հետ շփվել, ձեր իսկ շահերից ելնելով, բայց չգիտես ինչու այսպես պատրաստ եք գալ եւ ապրել Հայաստանում։ Հարց, իսկ նրանք ստանալու են Հայաստանի Հանրապետության ազնագրեր։ Հարց, ստանալու են Հայաստանի Հանրապետության ազնագրեր։ Եթե գալիս են հաստատվում են տրամաբանորեն պիտի ստանան։ Այո, ու ծառայելու են Հայաստանի բանակում։ Գիտեք, եկեք այդ միֆերը դնենք մի կողմ, իրականությունը շատ ավելի խորքային է։ Ես հիմա իհարկե չեմ անի հայտնագործություններ, բազմիցս այդ մասին ասված է, ես չեմ վերակրկնի, որ Իլհամ Ալիևը այդ միֆերը զարգացնում է, որպեսզի կանխի արցախցիների հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները։ Շատ բազմիցս դա բարձրաձայնվել է, բայց այստեղ կա շատ ավելի խորքային իրողություն։ Ինչ է մնում Իլհամ Ալիևին ասել սեփական ժողովրդին, իբրև Կովկասի Նապոլեոն իր, չգիտեմ, չասեմ էլի, այդ ածականների շարանը չասեմ, այդ հոգեպարար հաղթանակից հետո, այն պարագայում, երբ Իլհամ Ալիևի հաղթանակած բանակում ինքնասպանությունների շարանը շարունակվում է, այն պարագայում, երբ միջին վիճակագրական ադրբեջանցու կյանքը բացարձակապես չի բարելավել։ Իլհամ Ալիևին պետք է հերթական միլֆը, Իլհամ Ալիևին պետք է իր ժողովրդին խաբելու, մոլորեցնելու, իր ժողովրդին կիսաստրկական վիճակի մեջ պահելու հերթական կարգախոսը։ Գնացինք հաղթեցինք հայերին, հիմա գնում ենք ապրենք Հայաստանում։ Սա է Իլհամ Ալիևի մտայնությունը։ Որը միֆ է եւ իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ։ Իրականության հետ որևէ աղերս չի կարող ունենալ հայ քաղաքական դաշտում, չգիտես ինչու ընկալվում է, որ դա ուղղված է միայն Ադրբեջանի ներքին լսարանին։ Ոչ, դա չի ուղղված Ադրբեջանի ներքին լսարանին միայն։ Դա Հայաստանին չի ուղղված անգամ, դա ուղղված է միջազգային հանրությանը, որովհետև Իլհամ Ալիևը խնդիր ունի, իբրև բոլոր մեր թվարկությունից առաջ բոլոր անցորդներն ու եկվորները, որոնք խնդիր են ունեցել ուրիշի հայրենիքներում ինքնահաստատվելու, ուրիշի մշակույթը, ուրիշի լեզուն, ուրիշի պատմությունը յուրացնելու, այդ քաղաքականությունն են վարել։ Նրանց պետք է եղել, որ իրենց ներկայությունը, իրենց գոյությունը այդ կոնկրետ տարածքում հաստատեն օտարները։ Սա է Իլհամ Ալիևի նպատակը։ Եվ սա է մեզ համար վտանգավոր։ Ոչ մի ադրբեջանցի չի հայտնվելու Հայաստանի տարածքում։ Սևանը, այո, լավագույն դեպքում կարող է անվանվել գեղամատցով, բայց չգիտեմ ինչ չափ չի անվանվելու։ Միանշանակ Սևանը պահպանելու այլ խնդիր ունենք, բնապահպանական խնդիր ունենք ընդհանրապես։ Իլհամ Ալիևը դա փորձում է ասպարեզ նետել իր ագրեսորի էթնիկ զտման, կազմակերպչի ու պարզապես բռնակալի իմիջը բարեփոխելու համար։ Ու այստեղ գիտեք մենք ինչ պիտի անենք, ներեցեք շարունակեմ, որտեղ ես կարծում եմ
Այս մասին խոսակցությունը գերկարևոր է։ Տեսեք, մենք անverջ ասում ենք հիբրիդային պատերազմ, հիբրիդային լավ։ Ասում ենք, ու ինչ ենք անում։ Ինչու են անverջ մեր դեմ վարում հաղթական հիբրիդային պատերազմներ։ Ինչու մենք չենք նախահարցակ լինում։ Մենք։ Ինչու է հիբրիդային պատերազմը մենք չենք վարում։ Այ հիմա ոչ հայկական, քավլիցի, անգամ ոչ ռուսական, համաշխարհային մամուլը, եվրոպական ու ամերիկյան մամուլը Լատինական Ամերիկայի երկրներից սկսած, որտեղ Իլհամ Ալիևը սիրում է այնպես նաբեգներ անել, նաև այդ տարածքներ, ֆրանսիական տարածքներ հատկապես, այդ մամուլը պետք է հեղեղված լիներ Ադրբեջան գոյություն չունեցած դարերի հոլովույթում գոյություն չունեցած պետության պատմությամբ հեղեղված պետք է լիներ։ Ինչու՞։ Նարեկ Կարապետյանը կարող է գնալ եւ հարցազրույց գնել հայտնի անձանց հետ Տակեր Կարլսոնի նկատի ունեմ, մենք չենք կարող այդ մամուլը հեղեղել։ Հիբրիդային արձագանքը դա պիտի լինի։ Թող իրենք հերքեն, թող իրենք մեզ մեր տարածածը հերքեն, ոչ թե մենք իրենց տարածածը։ Այ հիբրիդային պատերազմում հաղթանակը դա պետք է լինի։ Թե չէ Ալիևը անverջ շարունակելու է իրենց Զանգեզուրի միջանցքը, Արևմտյան Ադրբեջանը շարունակելու է այնքան, ինչքան Աստված Ալլահը ավելի ճիշտ իրեն կյանք է տվել։ Բայց դրանից մենք այստեղ չպիտի նստենք ու ողբերգություն ապրենք։ Մեր պատասխանը Իլհամ Ալիևին հիբրիդային առումով պետք է լինի համաշխարհային մամուլը լցնելը, համաշխարհային արձագանքը փոխելը, որ չգտնվի որևէ ասենք իսպանացի, որևէ իբր գերմանացի ծագումով ռուս ու գա այստեղ ինչ որ տեսակետներ արտահայտի։ Մեր արձագանքը դա պետք է լինի, adekvat արձագանքը դա պիտի լինի, դա պետք է անենք, եւ եթե ստեղծվել է, ես չգիտեմ, ստեղծվել է, չի ստեղծվել, ես անverջ խոսում եմ դրա անհրաժեշտության մասին, որ այո, պետք է լինի համակարգող կենտրոն, եւ այդ համակարգող կենտրոնում պետք է մշակվի ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի զարգացումների ինֆորմացիան մշակվի ու անհրաժեշտ արձագանքը արվի, վերջապես արվի։ Մենք ժամանակ չունենք։ Տիկին Ադամյան, Փաշինյանն ասում է, եթե պատմական հայրենիքի ընկալումը չփոխենք իրական հայրենիքի ընկալմամբ, խաղաղությունը կփլուզվի։ Նախորդին Ալիևի այս հայտարարությունները ու եթե համադրենք Փաշինյանի խաղաղության մասին այս հայտարարություններին, ընդհանրապես իրական համարում եք այս խաղաղության հաստատումը, իշխանությունը դեպ ասում է արդեն հաստատված է այդ խաղաղությունը, տարի 7 ամիս է կրակոց չկա, զոհ չունենք սահմանին, ուրեմն Ադրբեջանի կրակոցներից։ Գետնի վրա դուք ռեալ հնարավորություն տեսնում եք հաշվի առնելով նաև ձեր դիտարկումները, որ Ալիևի վրա ըստ էության հիմա նաև Ռուսաստանի կողմից ճնշումներ կան, ինչ քարտեզներ կամ ինչ խոսույթ օգտագործելու, դուք հնարավոր համարում եք այս խաղաղության վերջնական հաստատումը իրատեսական է այս ռետորաբանության, նաև Ալիևի այս ռետորաբանության պարագայում, երբ նույնիսկ գիտեք հաջորդ տարվա հրավերն էլ մեծ հաշվով չի ընդունվել դրանց կողմից։ Իլհամ Ալիևը ինքը իրեն հակասելու հազարավոր օրինակներ է տվել, չանդրադառնանք դրան, այսօր չի ընդունել, թանկացնում է իր գինը, վաղը կարող է հանգիստ վեր կենալ ու գալ։ Դա խնդրի, ինչ ասեմ, առանձնապես քննարկման թեմա չի։ Տեսեք, դուք տալիս եք շատ հետաքրքիր հարց ու շատ բազմաշերտ հարց, պատասխանի ամենայն դեպս բազում հարթություններ ունեցող հարց, որ պարագայում է խաղաղությունը կայուն։ Խաղաղությունը կայուն է, երբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռություն վերականգնվի, իսկ դա պահանջում է ժամանակ։ Ու այդ ժամանակը մեզ տալիս է օգոստոսի 8-ը, մեզ տվել է արդեն օգոստոսի 8-ը, որովհետև երբ ողջ հասակով Ամերիկայի Միացյալ Նահանգները մտնում է տարածաշրջան, իսկ արդեն մտել է, վաղուց էր մտել դեռ դեմոկրատների իշխանության օրոք, բայց հանրապետականների իշխանության օրոք դա արդեն պայմանագրերի տեսք ստացավ, խաղաղությունը դառնում է անշրջելի այն դեպքում, եթե մենք կարողանում ենք այդ խաղաղության ընձեռած գործիքները օգտագործել։ Մեզ հիմա պետք է շատ արագ ճանապարհների ապաշրջափակման հարցը լուծել։ Մեզ հիմա պետք է շատ արագ այդ երկաթուղային, տրանսպորտային, մալոխային այդ բոլոր հարցերը
Ոչ թե սպասել, որ մինչև տարեվերջ Ամերիկայի Միացյալ Նահանգներից աշխատանքային խմբեր կգան տարածաշրջան հարցերը քննարկելու համար, այլ տասնյակ ծրագրեր կազմել, ներկայացնել, ասել այս մենք առաջարկում ենք, որ ենք շարունակում։ Դա խաղաղությունը դա է։ Գիտեք, շատերը այն ժամանակ օգոստոսի 8-ից հետո առաջին ալիքով շատերը ֆիքսեցին Դոնալդ Տրամփ ընդամենը վկա է եղել Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչինչ չի երաշխավորում։ Դա առաջին հայացքն էր, առաջին խաբուսիկ սխալ հայացքը, որովհետև այդ հուշագրերը, եթե դու շատ ուշադիր կարդում ես, եթե կարդում ես ենթատեքստերով հուշագրերը, հռչակագիրը, ու անգամ նախաստորագրված համաձայնագրի փաստը, դա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ղեկավարած աշխատանքային խումբը ստեղծել է այնպիսի պայմաններ, երբ Ադրբեջանին ձեռնտու չի պատերազմը, Ադրբեջանը սեփական ոտքին կրակելու հիմարություն չի անի, որովհետև դա Ադրբեջանի համար բացում է զարգացման հնարավորություններ, Ադրբեջանի համար դա բացում է թե դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, թե դեպի Եվրամիություն ճանապարհ։ Փորձում են Թուրքիայից ոչ պակաս ջանքեր է Ադրբեջանը գործադրել դեպի Եվրամիություն գնալու։ Եկեք էլ ֆիքսենք, հա։ Այս ճանապարհն է բացում։ Իլհամ Ալիևը այդ ճանապարհը գնալու միայն մեկ վախ ունի, մեկ սարսափ ունի, ու այդ սարսափը մեզ հետ չի կապված։ Գիտեք, երբ այս բոլոր գործընթացները բարեհաջող զարգանան, Ադրբեջանն այլևս չի կարող բռնապետական երկիր լինել։ Այնտեղ իրավիճակ կփոխվի, այդ իրավիճակը արդեն սկսել է փոխվել։ Իսկ թե Իլհամ Ալիևի նպատակը, թե Էրդողանի դարձյալ վերընտրվելու նկրտումները, թե Վլադիմիր Պուտինի մինչև դարավերջ նախագահելու նկրտումները, հենց այդ են բռնապետական պետությունները փլուզվում են այն պարագայում, երբ բռնապետը հեռանում է։ Սա է խնդիրը։ Ես կարծում եմ, որ պետք չէ վախենալ Իլհամ Ալիևից։ Ընդհանրապես, գիտեք, մեր բոլոր վախերի ժամանակը արդեն սպառվել է։ Մենք մեր վախերը վախեցել ենք։ Մենք մեր պարտությունները պարտվել ենք։ Հիմա ոտքի կանգնելու ժամանակն է, բայց ոչ թե այնպես ոտքի կանգնել հոխորտալու, կգանք էս կանենք, չէ, այդ էս կանենք այն կանենքի մտայնությունը, ոչ մի թիզ հողականությունը մեզ նաև հասցրեց այսօրվան։ Այն ստատուս քվոյի հավիտենականության պատկերացումները, Արցախի հարցը լուծված է, մնում է, որ ամեն ինչ հաստատված է, մնում է, որ ընդամենը աշխարհը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Դե բա ինչի չճանաչեց։ Հարցը չէ։ Հիմա այդ նախագահները, իրենց արտաքին գործերի նախարարները այնպիսի հայտարարություններ են անում, թե ինչ հոյակապ, փառահեղ, աննկարագրելի վիճակում է ապրել Հայաստանը, ինչ հնարավորություններ են եղել բանակցություններում, հա, բա ինչու չեք օգտագործել, բա գնայիք ստորագրեիք, հասնեիք այդ, ինչու չեն ասել։ Չեն ասել, թե ոչ թե իրենց ապաշնորհության, իրենց դավաճան լինելու եւ այլնի, ոչ, դիմացը ունեցել են այնպիսի ուժ, որին տարածաշրջանում խաղաղություն պետք չէր, որին տարածաշրջանում հավիտենական պատերազմ, հավիտենական շրջափակում եւ հավիտենական սեփական արբիտրի դերի անհրաժեշտություններ պետք է դա այդ պատճառը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողման, թե տարածաշրջանում խաղաղություն չհաստատվելու, Արցախը փաթեթավորելու ու Ադրբեջանին հանձնելու, դա էր պատճառը։ Հիմա այդ բոլոր կորուստներից հետո, այդ ամեն ինչից հետո մենք չենք խելոքանալու այնքան, որ հասկանանք, հասկանանք մեր զարգացումները, մեր շանսերը ու այդ շանսերը օգտագործելու տարբերակը, որ վերջին հաշվով ռիսկ անենք ռիսկերից ձերբազատվելու, ռիսկ անենք պարզապես ռիսկերից ձերբազատվելու, որ վերջին հաշվով մեր գործունեության հիմքում դնենք ծրագիր, ոչ թե հավասարակշիռ, բոլորին ամեն ինչ հնարավոր է, չէ, դա սխալ է, դա ճոճանակ է, որից վայր են ընկնում շատ հաճախ, այդ հավասարակշիռը ոչինչ չի տալու պետությանը, ժողովրդին, մեզ պետք է հստակ կողմնորոշում, հստակ ծրագիր, այդ ծրագիրը, այդ կողմնորոշումը, այդ հաստատակամությունն ու կամքը հանրապետություն կուսակցությունը ունի,
Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տաղավարում զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Ադրբեջանի պետական մեղադրողը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս 7 հայերի մեղքն ապացուցված է։ 15 գերեվարված հայերը, այդ թվում Արցախի նախկին ղեկավարները, ապակե պատխոցում կանգնած լսել են Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին օգնական Վյուսալ Ալիևի մեղադրական խոսքը։ Բաքվի զինվորական դատարանում նշել են, թե նրանց վերագրվում են հանցագործություններ, որոնք իբր կատարվել են 88-ից մինչև 23 թվականի սեպտեմբերի 20-ը, սկսած Ղարաբաղյան շարժումից մինչև Արցախի դեմ վերջին հարձակումն ու արցախահայերի բռնի տեղահանությունը։ Ըստ մեղադրողի, նրանք անուղղակի մասնակցություն են ունեցել Ադրբեջանի դեմ գործողություններին։ Շինծու դատական նիստին Վյուսալ Ալիևը նշել է, որ մեղադրյալները, տուժածներն ու վկաները հարցաքննվել են եւ մենք համոզված ենք, որ նրանց մեղքը ապացուցված է։ Դատախազը շեշտել է, որ դատավարությունը տևել է մոտ 1 տարի եւ այդ ընթացքում անցկացվել է շուրջ 100 նիստ։ Արցախի նախկին ղեկավարներին Ադրբեջանը մեղադրում է պատերազմ սկսելու եւ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման ու մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ։ Ալիևը նաեւ ակնարկել է, որ դատարանի առջև կկանգնածները հանցագործների միայն մի մասն են եւ դեռ այլ մեղավորներ էլ կան։ Բաքուն պարբերաբար ընդգծում է, թե Հայաստանի Հանրապետությունն է պատասխանատու Ադրբեջանի դեմ իրականացված բոլոր գործողությունների համար, մատնանշելով մի շարք հայտնի անուններ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վազգեն Մանուկյան, Վազգեն Սարգսյան, Սերյան Օհանյան, Սամվել Բաբայան, Վիտալի Բալասանյան, Մոթե Մելքոնյան եւ ուրիշներ։ Այս պահին Ադրբեջանում պահվում է ընդհանուր առմամբ 23 հայ գերեվարված։ Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո նրանք փաստացի մեկուսացված են, իսկ հարազատները ամիսներով չեն կարողանում հստակ տեղեկություն ստանալ նրանց վիճակի մասին։ Դեռևս չի ավարտվել միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Այդ նիստներն ընթանում են անկախ լրատվամիջոցների ու միջազգային կառույցների բացակայությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ ամիս Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստում Ռուբեն Վարդանյանը կոնֆիդենցիալ հանդիպում էր խնդրել իր փաստաբան Աբրահամ Բերմանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ դատարանը բավարարել էր միջնորդությունը եւ հայտարարել կարճատև ընդմիջում, ինչից հետո Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր իր փաստաբանից հրաժարվելու մասին։ Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանը փաստաբանից հրաժարվել է, քանի որ կողջ է դատավարության ընդհանուր ընթացքից։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վերջերս նշել է, որ առաջիկայում հայ գերիների վերադարձի հարցում լավ նորություններ կլինեն։ Միրզոյանի խոսքով 2 օր առաջ ադրբեջանական կողմի հետ քննարկել են հարցը։ Արդյունք եղել է թե ոչ, չէր մանրամասնել։ Հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակեն առաջիկայում, հայտարարել էր նա։ Եվ այս պահին զրուցելու եմ միջազգային իրավունքի մասնագետ փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Պարոն Ղազարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Եվ այսպես, պարոն Ղազարյան, նախորդին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ուրեմն հերթական դատներ, ամփոփումներ եւ նրանց մեղքը Բաքուն ապացուցված համարեց եւ գիտեք, նրանց վերագրվում են հանցագործություններ, որոնք իրականացվել են 1998-ից մինչև 23 թվականի ընկած այդ ժամանակահատված 88-ից մինչև 23 թվականի սեպտեմբերը ընկած ժամանակահատվածում։ Ինչ է սպասվում ռազմաքաղաքական ղեկավարության այս դեպքում, հաջորդ փուլը արդյոք պետք է միջազգային ատյաններում վիճարկել, բողոքարկել։ Գիտենք, որ միայն Ռուբեն Վարդանյանի գործը դեռևս ավարտական փուլում չէ, համեցեք։ Դե դրանք բոլորը ծանր մեղադրանքներ են, միջազգային հանցագործություններն, այսինքն պատժատեսակը, պատժաչափը խիստ է լինելու եւ երբ նրանք հույս են հայտնում, որ կվերադառնան Հայաստան, ես կոնկրետ այս փուլում դեռ չեմ տեսնում այդպիսի հնարավորություն, թեկուզ իրավական հնարավորությունը միշտ էլ կա, բայց Ադրբեջանը իհարկե միջև վերջ հասցնելու է այս դատավարությունը, որովհետեւ տեսեք փաստերը վերցրել են 88 թվականից մինչև 23 թվականը, դա Արցախի անկախության պայքարի ամբողջ ժամանակահատվածն է։ Եվ այդ պայքարին, որ արդարացի պատերազմը, իրենք հակադրում են ահաբեկչություն, պատերազմական հանցագործություններ, որոնք իրավաբանորեն հերքում են անկախության գաղափարը։ Հենց Ադրբեջանի նպատակն էլ դա է, ասելու համար, որ չի եղել երբեք Արցախի անկախության համար պատերազմ, պայքար, այլ եղել է միայն
օկուպացիայի նպատակով պատերազմ, որը կառավարվել է Հայաստանից եւ իրականացվել է մասամբ հայկական կանոնավոր զորքերի միջոցով եւ մասամբ էլ Արցախի զինված կիսառազմական խմբավորումների միջոցով, այսինքն սլակներ ուղղելով Հայաստանի վրա առ այն, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի մասը եւ դա որևէ կապ չունի այսպես կոչված Արցախի անկախության պայքարի հետ, որ ինչու որտեղ անկախության համար պայքարը օրինական պայքար է, իսկ օկուպացիան անօրինական։ Ահա երբ որ հիմա մենք կարդում ենք, տեսնում ենք, իհարկե չունենք ամբողջ տեքստը եզրափակիչ ճառը դատախազի, արդեն պարզ է, որ այդ դատավարության նպատակն է ոչ թե տուժողների խախտված իրավունքների վերականգնումը կամ սոցիալական արդարությունը եւ այլն, այլ քաղաքական նպատակ է առ այն, որ հերկվի Արցախի անկախության պայքարը կամ անկախության գաղափարը ընդհանրապես եւ դրա փոխարեն առաջ կաշվի գաղափար, որ Հայաստանը փորձել է կամ օկուպացրել է Ադրբեջանի տարածքի մի մասը եւ օգտագործել է նաեւ Արցախի անօրինական զինված խմբավորումները։ Եվ դա ըստ Ադրբեջանի միջազգային հանցագործություն է եւ արդեն մեղադրական զրակազրույց ամբողջ նշվել է։ Տեսնում եք, թե ինչպես է գլխիվայր շրջում Ադրբեջանը, այդ ամբողջ 30-ամյա պայքար եւ դա փորձում է հաստատել դատական ակտով իր դատարանին։ Ինչ է սպասվում, պարոն Ղազարյան, ձեր գնահատմամբ Արարատ Միրզոյանի ասածները առաջիկայում լավ նորություն լինելու հետ կապված, որքանով են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերաբերում։ Դա կարող է վերաբերել այն անձանց, ովքեր դատապարտվել են, ում անուն ազգանունը տվյալները մենք այդքան հաճախ չենք լսում, ովքեր իրենց պատիժը կրում են։ Նրանց հայրենիք վերադարձնելու իրավական մեխանիզմը կա, այո, դա այն է, որ պատիժը շարունակեն կրել իրենց հայրենիքում, ստանալով երաշխիք Հայաստանի իշխանություններից, որ հանձնելու դեպքում նրանք ազատ չեն արձակվի, ուստի առավելապես վերաբերում են նրանց իմ կարծիքով, կամ կարող է վերաբերել նրանց, որտեղ այստեղ դեռ դատաքննությունը ընթացքի մեջ է։ Վստահ եմ, որ դատապարտյալը մեղադրյալները կբողոքարկեն դատական ակտ, այնտեղ չգիտեմ 2 թե 3 ատյան, այսինքն դեռ 2 ատյանն են թվում, բայց մոտ կես տարի դեռ կարող է ձգձգվել։ Էլ չեմ ասում, որ վերադասատյաններում սովորաբար պաուզաները երկար են տևում։ Եվ քանի դեռ դատաքննությունը ավարտված չէ, ընդհանրապես օրակարգից պետք է հանել վերադարձի որևէ հարց, որտեղ ոչ մի պետություն դատավարությունը կիսատ չի թողի եւ վերադարձնի մեղադրյալներին իրենց հայրենիք, որտեղ իրենք ազատ են արձակվել։ Գոնե պետք է դատաքննությունը ավարտել։ Դրա համար դեռ ժամանակ է պետք։ Այնպես որ ավելի հավանական է, որ գուցե եղել է նախնական պայմանավորվածություն արդեն պատիժը կրող դատապարտյալներին հանձնելու ուղղությամբ, որը հնարավոր է։ Իրավաբանորեն հնարավոր է։ Տեսեք, մենք տեսնում ենք փաստորեն մի իրավիճակ, երբ այս դատավարություններն անցան առանց այսպես միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ ժխտվեց դրանք, բոլորի մասնակցությունը ըստ էության բացառվեց։ Պարոն Ղազարյան, հիմա միջազգային հանրությունից, հարթակներից ինչ կարող ենք ակնկալել, եթե այս գործերը հասնեն օրինակ միջազգային դատարաններ, այս դեպքում ինչ է սպասվում։ Դե Մարդու իրավունքների եվրոպական դատարան օրինակ։ Այո։ Նո առաջի հերթին պետք է ասել, որ դա դռնփակ դատավարություն էր, թեև պատրանք է ստեղծվել, որ հրապարակային դատավարություն է։ Իրականում դռնփակ, որովհետև ոչ մեկը չէր կարող այդ դուռը բացել եւ ներս մտնել։ Այլ չեմ ասում, որ ամենակարևորը փաստաբաննալու իրավունքը, ընդ որում իր ընտրության փաստաբան, եւ փաստաբանի հետ անկաշկանդ հաղորդակցվելու իրավունքը, որ ամենաերևակցող խախտումն է, որ մենք տեսնում ենք, չի հարգվել։ Ինչպես տեսակ վերջին պատկերում նույնպես փաստաբանները նստած են իրենց պաշտպանյալներից հեռու, նրանք չեն կարող հաղորդակցվել այնպես, որ ոչ մեկը դատային դալիճում, այդ թվում նաեւ իր կողքը նստած մեղադրյալը, համամեղադրյալը չլսի, թե ինչպես է հաղորդակցում, նրանք չեն կարող, երբ ուզում են փոխանակել ինչ-որ փաստաթղթեր, շշնջալ կամ եւ այլն։ Սրանք սահմանադրական երաշխիքներ են։
եւ կոնվենցիոն երաշխիքներ են։ Միայն այս փաստը, որ փաստաբանները նրանց կողքը չեն նստում, արդեն դատավարության ամբողջությամբ վերածում է անարդար process-ի։ Նա չեմ ասում դրամփակ իրականացվելը, չեմ ասում նրանց նկատմամբ բռնությունները, եւ ոչ մի երկիր չի ընդունի մի դատավարության արդարացիություն, որտեղ դատում են անձանց ու մեղադրում են ռազմական անձագործներ, որտեղ այդ երկրից դուրս են անել Կարմիր խաչի առաքելությամբ։ Եվ նույնիսկ եվրոպական դատանում ենք տեսնում ենք տրամադրությունների փոփոխություններ ընդդեմ Ադրբեջանի։ Եվրոպական կառույցն ուղղակի զայրացրել է Ադրբեջանի երկակի խաղը մի կողմից բացահայտորեն չի հարգում Եվրոպայի խորհրդի կանոնադրությունը, մյուս կողմից փորձում է պատրանք ստեղծել եւ պահանջում է, որ բոլորը համակերպվեն այդ մտքի հետ, որ Ադրբեջանը իրականացնում է արդարացի դատաքննություն։ Այնպես որ միջազգային հանրության արձագանքը մեկն է լինելու, որ այդ դատավարությունները արդարացի չեն եւ որ պետք է ազատ արձակվեն եւ արդարացվեն, որովհետեւ եթե դատավարությունները արդարացի չէ, միակ ելքը անմեղության կանխավարկածն է, այսինքն պետք է արդարացվեն։ Որը զայրացնում է Ադրբեջանին, բայց մյուս կողմից Ադրբեջանը չի կարող արդարացի դատաքննություն ապահովել, որովհետեւ այդ լեգենդը, որ իրենք հյուսել են, անմիջապես կփլվի, այսինքն բազմաթիվ ինֆորմացիա տեղեկություններ կմտնեն արդեն լրատվական դաշտ, հայտնի կդառնան հարազատները եւ այլն։ Մի սկանդալային իրավիճակ կստեղծվի։ Այնպես Ադրբեջանը միջև վերջ տանելի է դատավարությունը եւ որոշակի այլ ռեսուրսներ օգտագործելով փորձել է մեղմել միջազգային հանրության բացասական գնահատականները, ինչ երկարատև դիվանագիտական կամ մոնիտորինգային մարմինների միջոցով փորձելով մեղմել երկրի վերաբերյալ բացասական կարծիքները, այդ թվում նաև պահանջելը, որ Հայաստանն էլ, մասնավորապես Հայաստանի կառավարությունը իր գնահատականներում լինի մեղմ։ Իսկ միակ ծանրությունը, հիմնական ծանրությունը նորից քաղաքացիական հասարակության եւ մասնագիտական շրջանակների վրա է հայտնվելու։ Պարոն Ղազարյան, հաշվի առնելով այն ծանր հանցագործությունները եւ այս շինծու դատավարությունը, փաստորեն 100 դատական նիստ է եղել։ Մեծ հաշվով ՑՄԱ ազատազրկում են ենթադրում այս ծանր հանցագործությունները ձեր գնահատմամբ։ Դե, սովորաբար, եթե ոչ ՑՄԱ, ապա մի քանի տասնամյակ, իհարկե պետք է ուսումնասիրել Ադրբեջանի քրեական օրենսգիրքը, բայց բավականին երկարատև ազատազրկում է նախատեսվում, որովհետև դրանք բոլորը միջազգային հանցագործություններ են, որը նշանակում է, որ միջազգային հանրությունը նույնպես ունի իրավազորություն նման մարդկանց դատելու, եթե այդ մարդիկ հայտնվում են իրենց տարածքային իրավազորության տակ։ Այնտեղ ահաբեկչություն է, պատերազմական հանցագործություններ են, ցեղասպանություն եւ այլ եւ այլ։ Բայց կրկնում եմ, առավել կարևոր է թե ինչ ճանապարհով այդ մեղադրանքը հաստատվել։ Իսկ այդ ճանապարհը դատավարությունն է։ Այսինքն միջազգային հանրությունը միևնույն չի ընդունելու դրա արդյունքները, եւ մենք լավ հնարավորություններ ունենք ապացուցելու ոչ միայն որ դատավարությունը արդարացի չէ, այլ դրա քաղաքական քողարկված նպատակն է, այսինքն սա իրականում քաղաքական դատավարությունն է։ Շնորհակալ եմ, պարոն Ղազարյան։ Ես էլ եմ շնորհակալ ստեսնուց։ Հաջողություն։ Հիշեցնեմ, զրուցում էի միջազգային իրավունքի մասնագետ փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։
Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 արկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապարիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։